Ես գյուղացի մարդ եմ, հող եմ մշակում։ Գորլոգման ջուրը թանկ է։ Բուժանուտը թանկ է, սայլարկեն թանկ է։ Ասենք ժողովուրդ ջան, խիչ ասենք, որ ասենք էլի։ Թանկ է։ Հիմա մի հատ ասենք ուզում ենք մի հատ տուն կառուցել, մի տղու համար տուն կառուցել, բայց տանը մի 400,000 փող մուծեմ, որ ես իմ սեփական հողանց վրա իրավունք ունեմ տուն կառուցել, ինչի համար չեմ հասկանում։ Մի հատ հոսանք եմ ուզում քաշեմ 300,000 դրամ դիմուզում անեմ էլեկտրոթանցում, որ բերամ մի հատ ոտ տանձի, մի հատ աբոնենտ սարքի։ Մի հատ գազ եմ ուզում քաշեմ, թիվա ցավը տանեմ։ Բայց գյուղացին ոչ մեր գյուղմթերքի գները մթերման գները չեն թանկանում, ընդհանրապես չեն թանկանում, մնում են 0-ականի վրա ամեն ինչը թանկանում է։ Մտնում ես խանութ, թանկացավ, երկրորդ օրը մտնում ես ավելի թանկացավ, չես հասկանում ինչ է կատարում։ Եվ ոնց քայլենք մենք դրայից, վերջ մենք մարդ ենք, չէ՞։ Դեր այդ պարավարկությունը պետք է հաշվի նստի, չէ։ Պետք է գյուղնախարարություն լինի։ Եթե այսօր ամբողջ ժողովուրդը սանվում է, սահմանապահում է գյուղացին, գյուղացուն դե պետք է ուշադրություն լինի։ Ես ձեզից մեկն եմ։ Ես այն մարդն եմ, որ ձեր դրության մեջ մտնում եմ։ Պարոն Ծառուկյան, գյուղնախարարությունը պետք է Արմավիրի մարզում նստի։ Այդ գրասենյակը, հա, բայց տարածաշրջանն է արտադրում բերք ու բարիք, որ ամբողջ կետակ իրա մոտ մի մտածա, օվշոն կետակ։ Այս ամեն հարցերը ինչ որ խոսացինք, մի հատ է քաղաքականության հարց խոսակ։ Այդ որ դուք ասում եք գյուղնախարարը պետք, բանա պետք, առաջ երթին լավ վարչապետ է պետք, լավ ղեկավար է պետք, որ այդ ամեն ինչը ստեղծա։ Ժողովրդի մարդ։ Պետք է այսօր ապագայի վարչապետ։ Երկրի ղեկավարությունը, կառավարությունը պետք է բոլոր ոլորտների, դա կլինի գյուղատնտեսություն, արձանաբերություն, մշակույթ, գրթություն, գիտություն, սպորտ, փոքր ու միջին բիզնես, պետք է հավասարաչափ նայի, որ մարդը ուզում է աշխատի, իր տունը նորմալ պահի, գլուխը չկախի, ոչ երեխու առաջ, ոչ կնգ առաջ, ոչ էլ թորան առաջ։ Ժողովուրդը պետք է հարուստ լինի, պետությունը հարուստ լինի, պետք է հնարավորություն տրվի։ Պետք է մարդիկ կամեցող լինեն, բարի լինեն, նախանշած չլինեն։ Ես նույնիսկ եթե անհատ մարդը կարանի, պետությունը ոնց կարա չանի։ Պետք է մոտենալ, պետք է մարդկանց իրավիճակի մեջ մտնել ու այդ հարցերը կարգավորել։